Notebook LM-ի երրորդ տեսահոլովակն է, արդեն նախկինում ներբեռնել ենք աղբյուրները, source բաժնում երևում են, այնուհետև այստեղ երևում է ընդհանուր նկարագիրը և ստուդիայում ունենք հնարավորություններ։ Եկեք ստեղծենք, օրինակ, գաղափարների քարտեզ mind map, որը շատ հետաքրքիր գործիք է, հաշվի առնելով տվյալ աղբյուրները, ստեղծում է գաղափարների քարտեզ, ինչ է անում, կապեր է ստեղծում կցված բոլոր դոկումենտների համար, շատ հարմար է մեծ կամպանիաների ստրատեգիական պլաններ մշակելիս, տարբեր դասի պլաններ մշակելիս, ուսումնական նյութեր կազմելիս, բարդ միմյանց հետ կապված, բայց մեծ ծավալի ֆայլերը միմյանց հետ համադրելիս։ Մի քանի րոպե սպասելուց հետո պատրաստ է գծապատկերը և այսպիսի տեսք ունի, գրվում է անունները և կարող ենք բացել, օրինակ նշված է առաջին հանրապետություն, իմ աղբյուրները, քանի որ նախապես չէի նշել հայերենով, հիմնականում ամբողջը անգլերեն է, բայց կարող ենք փոխել և լեզուն դարձնել հայերեն, օրինակ լինում է կառավարումը և կառուցվածքը, այստեղ ներկայացնում է պարլամենտի և հաջորդ հատվածը ներկայացում է կառավարության կազմը, սոցիալ-տնտեսական իրավիճակը, պետական նշանները և ուղղորդում է այն աղբյուրը, որտեղից ինֆորմացիան հասցրել է կամ ներկայացնում է տվյալ կետի հետ կապված մանրամասներ, օրինակ ներկայացված է պետական զինանշանի հետ կապված ինֆորմացիա, հեղինակները Ալեքսանդր Թամանյանը, նկարիչ Հակոբ Կոջոյանը և բացատրություններն են տրված։ Դե ինչ, թե հավանեցիք, տարածեք և մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքը։ Շնորհակալություն։